մեր հզոր Տիրոջ Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ։ Դնդեսի կիրագի։ Դնդեսի արագը գտնեք Ղուկասու ավետարանին 16-րդ գլուխին մեջ։ Արագը գբարունագե բարձ և սակայն խորունգ ճշմարտություններ։ Այդ ճշմարտություններն հինգը գբաժնեմ ձեր հետ։ Առաջին, արագը մեզի գսե, թե դնդեսին դերը գգանչե դնդեսը և անոր գսե հաշիվ դուր։ Կեզի հանցնվածին, վստահվածին հաշիվը ներկայացուր։ Այս ճշմարտությունը ցույց կտա սիրելիներ, որ հաշվետվության օր կա։ Մեզ յուրաքանչյուրը իր ապրած կյանքին համար, իր կատարած բարի գործերուն համար, չար գործերուն համար, իր ունեցած բարի խորհուրդներուն համար, չար խորհուրդներուն համար հաշիվ պիտի տա Տիրոջ։ Դերը այս կյանքը տված է մեզի, մենք ուզենք այս կյանքը կրնանք բարի գործությամբ լեցնել և կրնանք չարագործությամբ լեցնել։ Կրնանք այս կյանքով շայել հավիտենական կյանքը և կրնանք այս կյանքը ապրիլ սոսկ այս կյանքին համար, բայց հաշվետվության օր կա։ Աստված ինչ թիրք, ինչ պաշտոն, ինչ հանգամանք, ինչ կարգ, ինչ կարողություն, զորություն, պարգև, իշխանություն, որ տված է մեզ յուրաքանչյուրին, այդ բոլորին համար հաշիվ պիտի տանք Տիրոջ։ Ուստի ով մարդ ունեցած շնորհքներուդ և պարգևներուդ, ցիրքերուդ և կարողություններուդ համար հաշիվ պիտի տաս Տիրոջ։ Ունեցած իշխանությանդ, կարգիդ, աթոռիդ, թիրքիդ, պաշտոնիդ, հանգամանքիդ համար հաշիվ պիտի տաս Տիրոջ։ Այդ բոլորը լավ գործածած եթե ըլլաս, թե լավ գործածած չլաս, հաշիվ պիտի տաս Տիրոջ և կամ հատուցում պիտի ստանաս Տիրոջ ձեռքեն և կամ պատիժ։ Երկրորդ, դնդեսին գսվի, թե պաշտոնեն շուտով պիտի արձակվի։ Սիրելիներ, դնդեսին պաշտոնեն արձակվիլը կնույնանա մարդ արարածին այս կյանքի դնդեսության պաշտոնեն արձակվելուն հետ։ Կկրկնեմ, դնդեսին պաշտոնեն արձակվիլը մարդուն այս կյանքեն արձակվելուն հետ կնույնանա։ Եվ Հիսուս ինք ասկա գեզրագացնե ցույց կտա գպացայդե արագի ավարտին, գարտացեք Ղուկաս 16:9, Հիսուս գսե, այնպես օգտագործեցեք աշխարհի հարստությունը, որ Աստծո բարեկամությունը շայք, որպես երբ այս կյանքեն ելեք, կյանքի այս պաշտոնեն ելեք, հավիտենական հարգերեն ներս ընդունվիք։ Գտեսնեք, նույնինքն մեր Տերը մեզի ցույց կտա, թե դնդեսին պաշտոնեն արձակվիլը կնույնանա մարդ արարածին այս կյանքի պաշտոնեն արձակվելուն հետ, մեկ խոսքով մարդուն մեռնելուն հետ։ Այս ճշմարտությունը մեզի ցույց կտա, գիհիշեցնե, թե մենք եկանք երկրավոր այս կյանքին և սակայն հավերժապես հոս պիտի չմնանք։ Պիտի գա ժամանակ, երբ այս կյանքի դնդեսության պաշտոնեն պիտի արձակվենք, երբ մեր հոգին բաժնվի մեր մարմինեն։
Մենք առհավետ չեն գրնար հոս մնալ, պիտի կա ժամանակ անշուշտ, Թադաստանեն ետք, հարութենեն ետք, երբ Աստուծո զավակները պիտի ժարանքեն երգիրն ու երգինքը, բայց ադգատ Թադաստանեն ետք դեղի պիտի ունենա, բայց մարդը իր ներգա մեղսալից վիճակի մեջ չի գրնար առհավետ մնալ, պիտի փաշնվի այս կյանքեն։ Երորդ դնդեսը կմտածե, կան ես բաշտոնես պիտի արձակվիմ, չեմ գրնար մուրալ, կամ չնամ մուրալու, և չեմ գրնար աշխատիլ, ծեր ուշադրությունը կհրավիրեմ այս երկու բարերուն վրա, դնդեսը գսե աշխատիլ չեմ գրնար, մուրալ, կամ չնամ, ինչ ցույց կուտա, ինչ կսորվեցնե մեզի, այս ճշմարտությունը գսորվեցնե, որ մենք մահեն ետք ոչ պիտի կարենանք փրկություն մուրալ և ոչ ալ մեր փրկության համար աշխատիլ, այո, սիրելիներ, մահեն ետք պիտի չգրնանք փրկություն մուրալ, պիտի չգրնանք դիրոջ Ասել, խնդրել, աղաղագել, ողբալ, սկալ, արդասվել, լալ, գանչել, դեր հաջիս պրգե, գխնդրեմ պրգե, գաղաչեմ պրգե, գաղաղագեմ պրգե, դեր մեղավոր եմ, դեր դգար էի, դեր չէի կիդեր, դեր մեկը չսավ, դեր մեկը չսկուշացուց, դեր մեկը չարտնցուց, չգա իտ բիսի բան, փրկություն մուրալ մահեն հետո, չգա, անկամը որ տժող նետվինք անոքուդ է, աղաղագը, բորալը, գանչելը, ողբալը, հիշեցեք մեծահարուստին օրինակը, օքուդ մտչրավ իր աղաղագը, ոչ ալ պիտի կարենանք աշխատիլ, դնդեսը գսե, չեմ գրնար աշխատիլ, այո չեն գրնար աշխատիլ, մահեն ետք, չեն գրնար աշխատիլ, չեն գրնար պամը ընել, որբեսի տժող կեն թուրս կան և տրախտի երտան, չեն գրնար, շատ բարձ, շատ հստակ, մահեն ետք աշխատանք չգա, մեր պրգության համար, մեր պրգության համար աշխատելու ժամանակը հիմա է, մեր պրգության աշխատելու ժամանակը, մեր պրգության համար քրդինք թապելու, արցունք թապելու, աղոտ մատուցելու, ողորմություն դալու, ողորմած ըլլալու, հսկում կատարելու ժամանակը հիմա է, մահեն ետք աշխատողին վարձ կսպասե և ոչ թե մահեն ետք մեզի աշխատանք կսպասե։ Չորորդ դնդեսը գսե թե ինք պամը պետք է ընե, գմտածե թե ինչ գրնա ընել, որպես երբ իր բաշտոնեն արձակվի, մարդիկ զինք ընդունին իրենց դուներեն ներս, պատկամ այս կետին հստակ է, մենք պիտի մտածենք, դնդեսին նման, պիտի մտածենք, թե ինչ գրնանք ընել, որբեսի երբ այս աշխարհեն ելենք, այս կյանքեն արձակվենք, ինչպես Հիսուս ինքս է 9-րդ համարի մեջ, Ղուկաս 16, Աստված մեզ ընդունի հավիտենական հարգերեն ներս, դնդեսը որ անիրավ էր, դնդեսը որ սխալ գործեր կատարած էր, աշխարհիկ մարդ էր, մեղավոր մարդ էր, Սուրբ հոգին չունեցող մարդ էր, Աստծո իմաստությունը, առաջնորդությունը չունեցող մարդ էր և գրծավ իր գլուխին ջարին նայել, իր քալիքը, իր հետական, իր աբական ապահովել, հապա մենք որ գսենք Սուրբ հոգին ունենք, հոգևոր ենք, ապաշխարած ենք, Սուրբ հոգի առաջնորդությամբ գաբրինք, ամբողջ երկինքը մեր կողքին է, հրեշտակները, սուրբերը, արդարները, մարգարեները, Աստվածամայրը,
մեր կողքին է Տիրոջ խաչը, Տիրոջ ողորմությունը, Տիրոջ շնորհքը, Տիրոջ զորությունը, Տիրոջ արյունը, մեր երկնավոր Հայրը Սուրբ Հոգին, այս բոլորը մեզի հետ են, մեր կողքին են, մեր մեջն են։ Արդյոք պետք է գիտնանք, թե ինչ պետք է անենք, որ մահեն հետո անմահական կյանքը ցերկ ցկենք։ Այո, սիրելիներ, մտածենք, թե ինչ պետք է անենք, մտածենք, թե այս երկրավոր կյանքին նպատակը երկնային կյանքին հասնելն է։ Մահկանացու այս կյանքին նպատակը անմահական կյանքը ժառանգելն է։ Խավարալից այս կյանքին նպատակը լուսավոր երկինք հասնելն է։ Այս կյանքին մեջ մենք պետք է գերտենք մեր քալիք կյանքը, պետք է պատրաստվենք քալիք կյանքին համար, ժամանակավոր այս կյանքին մեջ պետք է գերտենք մեր հավիտենականությունը, այս է որ պետք է անենք, այս է որ պետք է անենք, որպեսզի երբ այս կյանքին ելենք, Աստված մեզ ընդունի իր մոտ, հավիտենական հարգերեն ներս։ 5-րդ եւ վերջին, ինչ Ռավդնդեսը գանչեց իր Տիրոջ բարտաբաններեն երկուքը եւ անոնց բարտքերուն մեկ մասը նվազեցուց, անոնց բարտքերուն մեկ մասը շնորհեց։ Այս երկուքը սիրելիներ դնդեսին Տիրոջ բարտաբաններն էին։ Շատ եղեք, դնդեսին Տիրոջ բարտաբաններն էին եւ ոչ թե դնդեսին բարտաբաններն էին, եւ սակայն շնորհեց անոնց բարտքի մեկ մասը։ Խոսքը գսորվինք, թե մարդիկ երբ մեզի դեմ մեղք կգործեն, կպամպասեն, կցավցնեն, կանարկեն, գիրավազրկեն, անոնք կդառնան մեր Տիրոջ Քրիստոսի բարտաբանները եւ ոչ թե մեր բարտաբանները, եւ պետք է ներենք այդ բիսիներուն։ Դնդեսը ներեց իր Տիրոջ բարտաբաններուն, մենք ալ պետք է ներենք մեր Տիրոջ Քրիստոսի բարտաբաններուն։ Երբ մարդիկ մեզ կանարկեն, կդառնան բարտաբան Քրիստոսի, որ մեղքի անարքանքը վերցուց մեր վրայեն։ Երբ մարդիկ մեզ գանդեսեն, կդառնան մեր ամենադես Հիսուսին բարտաբանները։ Երբ մարդիկ գչարախոսեն, գփամփասեն մեզ, գտարնան մեր հզոր բարեխոսին Քրիստոսի բարտաբանները, մենք այդ բիսիներում պետք է ներենք։ Դնդեսը բարտքերում մեկ մասը ներեց միայն։ Մենք, որովհետև աշխարհիկ մարդիկ չենք դնդեսի նման, ավելին պետք է անենք։ Մեզի դեմ մեղք գործող մարդոց բոլոր մեղքերը, հանցանքները, անարդարությունները, անօրենությունները բոլորը պետք է ներենք, որովհետև անոնք ոչ թե մեր, այլ մեր Տիրոջ բարտաբաններն են, եւ մեր Տիրոջ բարտաբաններն են, որովհետև մեր Տերը ինք իր արյունը թափեց մարդոց փրկության համար։ Մենք մեր արյունը չտապեցինք, մենք մեր արյունը չտապեցինք, հետևաբար մարդիկ մեր բարտաբանները չեն կրնարըլալ, մեր Տիրոջ բարտաբաններն են, բարտաբանները անոր, որ իր արյունը թափեց մեր մեղքերու կավության համար։ Եզրագացություն դնդեսի արագին հիմնական նպատակն է, սիրելիներ, 5 գետերը ամփոփած այս երկրի վրա պատրաստիլ քալիք կյանքին համար, հավիտենական կյանքին համար, դուք ես ստեղծված ենք երկնքի համար։ Հետևաբար երկրի վրա պետք է երկնքի համար ապրենք, աշխատենք, դքնենք, քալենք, վազենք, ցանենք,
սերմանենք, թող Տերը այդ շնորհքը տա մեզ յուրաքանչյուրին։